Իրանակնկալ, խնդրում եմ, որ բոլորով միասին բացեք ես անակնկալը, ուղղակի պիտի քաշեք էսպես, բացի գնա, ես քաշեմ։ Դուք եք կառավարում մեր նավը կրթության, շնորհակալ ենք ձեզ մեծ հոգատարության, որ 4 տարի շարունակ անդադար ու անկում դարձրիք մեզ համար այս դպրոցը տուն։ Օй! Գիտեմ որ փողա մեջ։ Էսի հետաքրքիր է, չի վերջանում։ Ավարտում ենք դպրոցի շեմը առաջին ու լույսով լցված նայում գալիքին։ Հարգարժան տնօրեն, եկեք մեր տոնին ու ժուտեր տվեք մեր նոր թռիչքին։ Ապրեք, սիրո, բայց բոլորին դրկեմ։ Մեր շատ սիրելի ուսուցիչ բարի, որ ուսանել եք մեզ այսքան տարի, դուք մեզ հարազատ հոգու մի գոհար, արթուն հերոս եք մեր կյանքի համար, ուսուցիչներ մեր սիրելի, ուզում եք որ միշտ չտակ, ձեր ժպիտովը խոցելի, մեր կյանքերին երանք տակ, իմ ուսուցիչը Տեր ես, այնքան շատ եք սիրում ձեզ, ձեր ժպիտովը խոցելի, մեր կյանքերին երանք տակ։ Ուսուցիչը Տեր ես, այնքան շատ եք սիրում ձեզ, ձեր ժպիտով անսահման, որքան էլ անսեն, բարիներ գնան, ձեր խրավները մեզ հետ կհաման, իմ վեր ուսուցիչ, որքան բարի եք, դուք բարիքներով անմարելի եք, բոլորիս համար անվերջ մտածում, վարապագա եք մեզ համար բացում, Լավ է։ Իմ ուսուցիչը Տեր ես, այնքան շատ ենք սիրում ձեզ, ձեր ժպիտով անխոցելի, մեր կյանքերին երանք տակ, իմ ուսուցիչը Տեր ես, մեր շատ սիրելի ուսուցիչ բարի, որ ուսանել եք մեզ այսքան տարի, դուք մեզ հարազատ հոգու մի գոհար, արթուն հերոս եք մեր կյանքի համար, ուսուցիչներ մեր սիրելի, ուզում եք որ միշտ չտակ, ձեր ժպիտով խոցելի, մեր կյանքերին երանք տակ, իմ ուսուցիչը Տեր ես, այնքան շատ ենք սիրում ձեզ, ձեր ժպիտով խոցելի, մեր կյանքերին երանք տակ։ Իմ ուսուցիչը Տեր ես, այնքան շատ եք սիրում ձեզ, ձեր ժպիտով անսահման, կյանք է շնորհում անթարան, մեր ուսուցիչներ, դուք համբերտա, վարվող ջանք եք մեր կյանքի համար, որքան էլ անսեն, բարիներ գնան, ձեր խրավները մեզ հետ կհաման, իմ վեր ուսուցիչ, որքան բարի եք, բարիքներով անմարելի եք, բոլորիս համար անվերջ մտածում, վարապագա եք մեզ համար բացում, Ես Աղնանձեր Անդրես, սիրով հրավիրում ենք մեր ավարտական հանդեսին։ Ապտեք դուք։
շատերս այնքան շատ Շնորհակալ եմ ես մեզ, ձեր շնորհակալ եմ ժպիտով շատ, սիրով կգամ մասնակցել միջոցառմանը։ Այսօր, ինչպես տեսնում եք, ամեն ինչ ունի սկիզբ եւ ավարտ։ Այսօր դուք ավարտում եք ձեր 40-ամյա պատմությունը, եւ ես այսօր շատ երկար չեմ խոսի, այլ իմ ձոնը կնվիրեմ ձեզ, որպես իմ սիրելի աշակերտներ, եւ բանաստեղծության ձևով, ինչպես տեսնում եք գրատախտակին գրված, ես այդ բանաստեղծությունը կնվիրեմ ձեզ բոլորիդ։ Ես ձեզ սիրեցի մայրական սիրով, ընկեր դարձա ձեր մանկական խաղին, գործս արեցի մեծ նվիրումով, ժպիտ խառնեցի ձեր ջերմ ծիծաղին, ձեզ մեկիկ տվեցի սերս, ինչքան բաշխեցի այնքան շատ մնաց, ձեր հանդեպ ծով եմ կապած հույսերս, որ պիտի լինեք ազնիվ բանիմաց։ Ուզում եմ երեխաներ, այն հայրենասիրության դասերը, որ ես վարել եմ ձեզ հետ, այն ընկերասիրության, այն հոգատարության, ջերմության դասերը, որ վարել եմ ձեզ հետ, շարունակվի միջին դպրոցում։ Ուզում եմ, որ մեր հայրենիքի համար, Հայաստանի Հանրապետության համար լինեք արժանի մարդիկ, յուրաքանչյուրդ նպատակասլաց լինեք, ձեր գործին նվիրյալ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրդ կյանքում ձեր ուրույն տեղը գտնեք եւ միջին դպրոցում արդարացնեք իմ բոլոր հույսերը։ Շնորհավորում եմ կրկին անգամ բոլորիդ եւ մաղթում եմ առողջություն, կապույտ անամպ երկինք եւ իհարկե խաղաղություն։ Այսօր ավարտվում է մեր 40-ամյա պատմությունը։
Մի փոքր հուզված եմ ես իմ սրտի խոսքը բանաստեղծության ձևով ձոնել եմ իմ աշակերտներին եւ այսօր ուզում եմ, որ դուք էլ դառնաք մի մասնիկը մեր քարամյա պատմության ավարտի եւ գրեք այն կրծքանշանները, որ գրում են մեր երեխաները, որ սիրով դահլիճում մասնակցեք մեր միջոցառմանը։ Հարգելի ծնողներ, խնդրում եմ մոտեցեք։ Ուզում ենք հայտնել շնորհակալություն մեր ուսուցիչներ բարի սիրասուն, որ միշտ չդիտով բարի կենարա նոքել եք մեզ տեպուղի արդար, հարասատ շպիտ ու բարի աչքեր և խստության տակ թաքցրած մեծ սեր, խաղաղություն եք հավերժան փոփում ձեր ուսուցչի։ Սիրելի փոքրացիան, սիրելի 4-րդ դասարանի աշակերտներ, շնորհակալություն դառնալու համար։ Կարծում եմ դահլիճում եւ կհանդիպենք, կփորձենք ամփոփել այս 4 միակնթարթ բացող տարիները եւ կվայելենք ձեր գեղեցիկ բեմականացում։ Այնտեղ ես շնորհավորեմ, հանդիպենք դահլիճում։ Ուզում ենք հայտնել շնորհակալություն մեր ուսուցիչներ բարի սիրասուն, որ միշտ ժպիտով բարի կենարա նոքել եք մեզ տեպուղի արդար, հարասատ ժպիտ ու բարի աչքեր և խստության տակ թաքցրած մեծ սեր, խաղաղություն եք հավերժան փոփում ձեր ուսուցչի վեր անաղարտ հոգում։ Շնորհավորում եմ սիրելի աշակերտ, 4-րդ դասարանն ավարտելու կապակցությամբ։ Թող այս տարիները մնան քո լավագույն հուշերում։ Քեզ սպասում է պայծառ ապագա եւ նորանոր բարձունքներ։ Շարունակիր սովորել եւ երազել։ Քո սիրելի ուսուցչուհի Նարինե Ծատուրյան։ Սիրով ձեզ երեխաներ, հուսով եմ, որ կպահեք ու կհիշեք մեր քարամյա պատմությունը։ Այս աշխարհին օրեցօր սիրտ է պետք կարեկցող, որ նորից դարանա զարկող ու տակ տուն մոլորակ, այս աշխարհին ես ու դու վերադարձնենք մանկություն, որ նորից ժպտա ու թևարանի, թող վերսավարանի, ամեն աստղ վարվող երազանք է, թող այս մեկն էլ հասնի երկնքին։ Իմ երկիրը անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատահի, որ իմ սերը քեզ պատահի։ Իմ երկիրը անունս ու տունս է, մանկությունս ու երջանկությունս է, թող աշխարհը այնպես պատահի, որ իմ սերը քեզ պատահի։ Բայց աչքերով թե նայենք, սերը չխնայենք, ամեն օրը կդառնա էլի, թանկ ավելի, բայց աչքերում մեր բարի հեքիաթը չի դադարի, աշխարհում այս ինչ էլ որ լինի, սերը կհաղթի, ամեն աստղ վարվող երազանք
փաթաթվի Hello. Здравствуйте. Ողջույն կամ էլ բարև ձեզ։ Ներկայանա ով եմ ես, լրագրող եմ անվանի, սա էլ խոսափողն է իմ, հարցազրույց է վարում, տարբեր մարդկանց տեսակնում, հանդեսների մասնակցում ու դոպրոցներ բացահայտում։ Կներեք ուշացման համար, ահա որ խցանումներ է քաղաքում, մի կերպ հասցրեցի, գնացել ենք օդանավակայան, Ֆրանսիայից հյուրն ենք պատվավոր, իդեպ մեր հյուրը հիանալի երգում է, շուտով կլսենք նրա կատարումը։ Սա Երևանի համար 136 հիմնական դպրոցն է։ Քանաքերձեյթում վարչական շրջանն է։ Հա, ասում է, շատ հեղինակավոր դպրոց է, ամենուր միայն այդ մասին է խոսում։ Մենք այսօր մի քանի հարց ունենք և ուզում ենք մեր հարցերը ուղղել հավաքվածներին։ Որ խնդրեմ կներկայանաք։ Տիկեր Քոչարյան։ Շնորհակալություն։ Որ խնդրեմ կներկայանաք։ Ընկեր Օլեվանյան։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, որ խնդրեմ կներկայանաք։ Տիկին Աղաջանյան։ Բարև ձեզ, որ խնդրեմ կներկայանաք։ Միստրավցյան։ Շնորհակալություն։ Որ խնդրեմ կներկայանաք։ Ընկեր Ակոբյան։ Շնորհակալություն։ Որ խնդրեմ կներկայանաք։ Ընկեր Զարվիկյան։ Շնորհակալություն։ Որ խնդրեմ կներկայանաք։ Ջերմորդիկուսը։ Որ խնդրեմ կներկայանաք։ Ջեշմալյան։ Շնորհակալություն։ Որ խնդրեմ կներկայանաք։ Տիկին Հովսոյան։ Որ խնդրեմ կներկայանաք։ Երևանի համար 136 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիա Դավթյան։ Ինչ ուրախ եմ հարգելի տնօրեն, որ հանդիպեցի ձեզ։ Ասում է այսօր այս հարկի տակ մեր իրադարձություն է լինելու։ Չորրորդ դասարանը իր քարամյա պատմությունն է ներկայացնելու, որ խնդրեմ մի քանի բառով կներկայացնեք դասարանն իր դասվարին։ Սիրով, արևից պոկված շողերով դասարան իրենց արևի շուրջ և մի դասվար, ով իր ամբողջ ջերմությունը տվել է իր աշակերտներին, տվել է նաև դաստիարակություն, կրթություն, և այսօր ունենք ամենալավ 4-րդ A դասարանը։ Շնորհակալություն Տիկին Դավթյան, իսկ թույլ կտանք լուսաբանել այսօրվա միջոցառումը։ Շատ լավ, որ այդպես է այսօրվա միջոցառման նյութերը երեկոյան կլինեն համացանցում։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Բարև ձեզ, եթերում դպրոցական լուրերն են։ Գիտնականները վերջապես հայտնաբերել են աշխարհի ամենածանր առարկան։ Դա ոչ թե սև խոռոչն է, այլ 4-րդ դասարանցու պայուսակը, այն էլ երկուշաբթի օրը։ Այժմ օրվա լուրերը։ Մեր լրագրողները այսօր այցելել են համար 136 հիմնական դպրոց, որտեղ 4-րդի A դասարանը հանդես ուներ։ Տնօրենի կողմից թույլտվություն ստանալուց հետո նրանք լուսաբանեցին ամբողջ ընթացքը։ Առաջարկում եմ միասին դիտել այն, ասում են բոմբություն էր, հաստատ չեք փոշմանի։
խոսում է սիրտը։ Չխանգարել, երբ փնչում է շնորհակալություն։ Լսել և խոսք ուսուցչի մասին է։ Շուշանա շպիտ պարգևելուց։ Չծուլանել ծափարելուց։ Հազար ողջույն տնօրինություն և ուսուցիչներ։ Հազար ողջույն ծնողներ և թանկագին հյուրեր։ Հազար ողջույն մեծ հազարի մեջ, անչափ կարևոր ու անկեղծ ուղերձ։ Մեր ողջույնի մեջ կա զանգի ղողանջ, մեր ողջույնի մեջ անսահման ժպիտ, սեր ու նվիրում գիտելիք ուսում ու խորին շնորհակալություն։ Շնորհակալություն բարևի համար, շնորհակալություն ջերմության համար։ Շնորհակալություն որպես սիրելու, որպես պաշտելու, կրթելու համար։ Երևանում կան շատ դպրոցներ, և նոր, և մեծ, և լուսավոր, բայց դպրոցը մեկ այ ուտես, կախարդել է ու գերել մեզ, կապվել մեզ հետ հազարդելով, տվել է մեզ խելք ու կոլոր։ Գլորվեցին տարիները և հուշ դարձան լավ օրերը, մեր սրտերում միշտ կմնա խրատական մեր դասերը։ Իշտվեցին տարիները, թվարկերն այսօր անգամ իմաստ չունի, ակնառու են արդյունքները։ Այդպես եկան անցան օրեր ուսանելի տարբեր դասեր, ուսուցիչներ, խրատ ուսեր, ինչու չէ որ նաև հույզեր, իշքան հույզեր, հոգուց բխած անկեղծ խոսքեր, ընկերության արտահայտում ու բարության խոր զգացում։ Սա մեր քաղաքն է, տեսնում եք ինչ գեղեցիկ քաղաքն ենք մենք։ Մենք այն անվանում ենք մանկության օրը։
Միայն թե չգիտես ինչու մեծազգները մեր քաղաքը կոչում են Տարական։ Միգուցե նրա համար, որ այստեղի բնակիչները 6-ից 10 տարեկան երեխաներ են։ Տեսնում եք հիմա մենք ենք էկրանի դասարանը, ահա մեր կրթօջախի ամենու ժպիտ, ամենու եթեր ուրախ դեպքերը կարդա տեսնում։ Մենք սիրում ենք բարեկամություն, արև, ծիծաղ, երկուպար։ Մենք սիրում ենք ընկերություն, խաղաղություն, օր պայծառ։ Ես երջանիկ եմ, ով բարի ասված, քիչ բան է հաճախ պետք լինում մարդուն, որ զգա իրեն անչափ երջանիկ։ Մի քնքուշ հայացք թեկուզ մեր շպիտ կարող է գործել հրաշքն այս կյանքի, դարձնելու մարդուն իրոք երջանիկ։ Այսօր մենք այստեղ փորձելու ենք համոզել ձեզ հաստատ, որ կյանքում հարկալ առանց ընկերոջ ապրելն է դժվար, նույնիսկ անհնար։ Եվ
Սկսվեց գիտության ճամփան, այստեղ բացվեցին բասում փակ դռներ, ու ձեր պատգամը լույս փարոս դարձավ մեր կյանքի ուղին հարթելու համար։ Այսօր կրկին հավաքվել ենք մենք հանդեսի, բաժանվում ենք որպես բարի ու սրտացավ, մեր առաջին ուսուցչուց, ով մեզ պարգևի շփիտ անուշ, հրճվանն առաջին իմաստության։ Այ դուք եք, որ մեզ դարձրիք աշակեր, դարձրիք հաճասեր ու փոքրիկ իշխան, այ դուք եք, որ մեզ տվեցիք թևեր անհասարևին հասնելու համար։ Հիմա կանգնած ենք ծանոթ հաշբեմում, մենք հրաշեշտի խոսքեր չենք ասում, այ խոստանում ենք կենարար կյանքում միշտ բարձր պահել պատիվն ու սուրճ։ Մեզանից հետո նոր սերունդ կգա, ու նոր եռանդով դուք խանդավառված, կընդունեք նրանց որպես հերթափող, որպես հաստատում վաղվա գոյության։ Հանդիպեցինք այդ երբ անցավ 4 տարի, որ բողվում ենք մենք ձեզանից ու դառնում ենք փոկված մի շող, որ արև ենք մեր երկնքում, արևաշող։ Հավաքվել ենք, հավատում եմ, որ կդառնանք մենք արևներ, հավատում եմ, որ մեր հոգում միշտ կպահենք այն փոքրիկ, 6 տարեկան ու տվեցիք սեր մայրիկական։
Հանդիպեցինք, այդ երբ անցավ, դպրոցական այս 4 տարին դարձավ գտնված գունեղ անցյալ ու միշտ արդում 6 տարեկան այդ փոքրիկը դառնալու է ամբողջ կյանքից երջանկության գրավական։ Եվ մանկական իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր, ինչպես ցողուն կաթիլները այն թփերի, որ շողում են ինչպես աստղեր, իսկ խոսքերը մեր սրտակով թողալիքվեն այս դահլիճով։ Դուք անհասարտ նվիրումով մանկությունն եք մեր կերտել, շպիտներով չերմունքովի հրաշքներ եք արարել։ Չափերով այնպիսի, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռուտեղ գնամ, փոքրիկ, ինչպես ձեր ասած մայր, փոքրիկ, ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ, սա իմ երկիրն է, չափերով այնպիսի, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Քեզնով երթվելի ձեռքս դնում եմ իմ սրտի վրա, որ հանկարծակի չպայթիքով։ Ինչքան տենչ ունի ու տենչի թևեր, 1000 տարիներ ու 1000 դարեր, թող այնքան անպիր մեր ժողովուրդը, քանի ապրում է մեր ուղագունը։ Մեր ապրած յարքաչու օրվա համար ձեզ ենք պարտական, հերոսացած մեզ քաջ տղաներ։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգեք մեր հերոսացած տղաների հիշատակը։ Շնորհակալություն։ Այսօր մենք դες խոստանում ենք ապրել արժանապատիվ, միասնական ու ուժեղ, բայց խաղաղությունը, որի համար դուք դարձեք ամմա։
Ձեր ժպիտը մնալու է մեր հիշողության մեջ, ձեր քաջությունը մեր պատմության էջերում, հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված տղաներին։ Հայրենիքը որպես աղոթում է, Տերը, հեռու կույր կնտակից, մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է, հայրը, ապարտ մեր բանակին։
կարգի սկիզբ դարձնել։ Մեր առջև դեռ շատ դռներ են բացվելու, մենք դեռ աշխարհներ ունենք բաց է հայտելու, առաջ դեպի ամենալուսավորը։ Մի փոքրիկ ժպիտ եւ արևը բար, կարծես ժպտում են հատուկ քեզ համար, մարդիկ անցնելիս բարև են տալիս, սեր ու բարիք են միայն ցույց տալիս։ Ժպտացեք մարդիկ, հաճախ ժպտացեք, ու ձեր ժպիտով թախից կոտրեք, հոսը քչացրեք, խնդիրը մեղմեք, դեռ մեկ ժպիտով կյանքը հեշտացրեք։ Իդեպ այս ամենը մեր առօրյայից է, մի քանի հումորային համար։ Դե ինչ, եթերում հումորի լիգը 136-ն է։ Երբ ծածկան, կարելի է մարդուն նախատել մի բանի համար, ինչ ինքը չի արել։ Դե իհարկե ոչ տղաս։ Գեր ծադրան, ես տնային աշխատանքս չեմ կատում։ Ավակ տղաս, ասա խնդրում եմ, տաբակ բառը եզակի թե օգնակի թվով է գործածվում։ Դե ոնց ասեմ, ընկեր ծադրան, նայած թե որ դիրքից եք նայում։ Այսինքն տղա ջան։ Դե թե գոտկատեղից նայենք եզակի է, եթե ներքևից նայենք հոգնակի է։ Երեխաներ, ասացեք տեսնեք, ես գեղեցիկ եմ նախադասությունը, բայց որ ժամանակն է ցույց տալիս։ Անցյալ ընկեր ծադրան, անցյալ ժամանակը։
մենք ձեզ հավատում ենք։ Պապ, այսօր մաթեմի չեմ խրախուսվել։ Ինչու տղա ջան, երեք միասին բոլոր հարցերը գիտեինք, չէ։ Հա, պապ ջան, հարցերը գիտեինք, բայց պատասխանները չգիտեինք։ Երեխաներ, ես ձեզ հանձնել էի կարդալ Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Պետք է կարդայինք ընկեր Ծատուրյա։ Այո։ Այ, ես արտագրել եմ։ Աշոտ, ինձ պատմի Սասունցի Դավթի մասին։ Հեմ կարող ընկեր Ծատուրյան, պապիկս ասել եմ մահացած մարդկանց հետևի չեն խոսում։ Կերպարվեստի դասին Մայան նայում էր կողքի նստած աշակերտի նկարած նկարին։ Ինչ բնական ես նկարում, ակամայից աղորժակս բացվեց։ Արևածագի ծախորժակ։ Վայ արևածագ է, ինձ թված եղեր։ Մարիաննա, ինչով է կարևորվում 1869 թվականը։ Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանն ու Կոմիտասը։ Կեցես շատ ճիշտ է, իսկ 1879 թվականը ինչով է կարևորվում։ Այդ թվականին նրանք դարձան 10 տարեկան։ Արիանա, դասը սովորել ես։ Ոչ չեմ սովորել, նստիր շատ վատ է, երկուս։ Ես կներեք, ընկեր Տատյան, մեր թեստերը ստուգել եք։ Ոչ աղջիկ ջան, բացի ձեր դասարից, ես ուրիշ դասարանել ունեմ։ Ես էլ ընկեր Տատյան, բացի ձեր դասից, ուրիշ դասեր եմ ունեմ։ Կարծում եմ ամեն ինչ ստացվեց, որովհետև դահլիճում ծիծաղն ալիքվում է և ուրախ տրամադրություն է տիրում, իսկ դա այն է, ինչ ուզում էին։ Մայրենի լեզվի նկատմամբ ձեր սերը փոխանցվել է մեզ ամեն բառի մեջ։ Ձեր դասեր զարգացնում են դրամապանություն, ճշգրիտ մտածողություն և պատասխանատվություն։
Հարգելի Տիկին Աղաջանյան, ձեր շնորհիվ դպրոցը լի է հավատով, կրթությամբ և ոգեշնչմամբ։ Հարգելի պարոն Հակոբյան, շնորհակալ ենք ձեր խորժ աշխատանքի համար, դպրոցին նվիրված լինելու համար։ Նայնե բայ կպնա։ Եվ կայնը ռաֆի կպնա։ Դուք կարողանում եք լեզուն ներկայացնել ոչ միայն որպես առարկա, այլ որպես մշակույթ և արվեստ։ Միս Դավթյան, Միս Հակոբյան, ձեր շնորհիվ անգլերեն լեզուն մեզ համար դարձել է հաղորդակցության, ինքնավստահության և նոր հնարավորությունների բանալի։ Հարգելի Տիկին Քոչարյան և Տիկին Բալայան, շնորհակալ ենք ձեզ, ձեր շնորհիվ մենք սովորեցինք սիրել բնությունը և հարգել մարդկանց։ Հարգելի Տիկին Մարտիրոսյան և Տիկին Պետրոսյան, դուք սովորեցիք մեզ ոչ միայն տեխնիկա օգտագործել, այլև մտածել թվային միջավայրում։ Ձեզ այդ թվային գիտությունը դառնում է հասկանալի և անվտանգ։ Հարգելի Տիկին Խուդինյան և Տիկին Հովսեփյան, ձեր դասերը մեզ սովորեցրել են աշխատասիրություն և ճշտկրտություն։ Ձեր դասերը միշտ են երևակայությամբ և օգտակար փորձով։ Հարգելի Տիկին Շիմալյան, դուք մեզ սովորեցրել եք տեսնել գեղեցիկը ամենուր և արտահայտել այն գեղեցիկ և ինքնատիպ կերպով։ Ձեզ այդ արվեստը դառնում է զարմանալի և հետաքրքիր։ Հարգելի պարոն Կարապետյան, դուք մեզ սովորեցիք մտածել, ձեր շրջախմտը դառնում է խաղ, հետաքրքրություն և կյանքը սովորելու միջոց։ Սիրելի ընկերասան, ձեր դասերի շնորհիվ մեր սրտերում հնչում է Հարգելի Տիկին Զատիկյան, ձեր հոգատարությունն ու ջրադարանը դարձրել են խաղաղ և ստեղծարար միջավայր, ձեր մոտեցումը ստիպում է սիրել ընթերցանությունը։ Հարգելի Տիկին Շահնազարյան, Տիկին Գևորգյան և Տիկին Աղաջանյան, շնորհակալ ենք ձեզ։
Մեր խոսքերն ու ժպիտները դրոշվում ձեր սրտերում, դառնան քաղցերի շուղություն, ցտեսություն, ետեսություն։ Սիրելի 4-րդ A դասարանի մեր հրաշք աշակերտներ, սիրելի հյուրեր, ուսուցիչներ և ծնողներ, ուզում եմ փաստեմ, որ այսօր տարական դպրոցը ավարտում են ոչ թե 33 աշակերտ, այլ նաև 33 ծնող, որովհետև այս 4 տարիների ընթացքում համահունչ, գեղեցիկ, վստահ քայլերով ծնողները կանգնած են եղել այս հրաշքների դպրոցի կողքին։ Ուզում եմ սկսել ծնողներից, որովհետև դպրոցը և ծնողը ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ կրթել և դաստիարակել մեր Հայաստանի Հանրապետության համար պիտանի իրական քաղաքացիներ։ Եվ կարելի է ասել սա կյանքի այն դրվագն է, որտեղ մեր շահերը համընկնում են։ Բայց այս ամենի հիմքում չեմ կարող չառանձնացնել և հատուկ խոնարհումս չասել մեր ուսուցիչներին, այսօր իդեմս ձեզ, տիկին Նարինե Ծատուրյան։ Ընկեր Ծատուրյանի մասին կարող եմ խոսել ժամերով, որովհետև մեկ մարդու մեջ ամփոփված է այնքան սեր ու ջերմություն, այնքան քնքշանք, մանկավարժություն, հարգանք, խոսքեր չունեմ, խաղաղություն, ընկերություն, ազնվություն, բարություն ու այսպես շարունակ։ Եվ այդ ամենը վստահաբար դուք ինձ հետ միասին կարող եք ասել, որ այդ ամենը փոխանցել է ընկեր Ծատուրյանը մեր երեխաներին։ Այսօր մի փոքր հուզված եմ, որովհետև այսօր յուրաքանչյուրդ իմ երեխան եք, ուզեք թե չուզեք, չեմ առանձնացնում ոչ մեկին, բայց այսօրվա իմ հուզմունքը ավելի շատ է։ Մի դրվագ պատմեմ, երբ նոր էին գալիս դպրոց, երեխաները կասեն, ոնց եք ինձ դիմավորում միջանցքում։ Ինչ է, ով է փաթաթվելով, գրկախառնվելով։ Եվ առաջի դասարանում, երբ Արյանան մոտեցավ, ասեց, մամ, կգաս ասես, որ դու իմ մաման ես, ոչ ոք չի հավատում, որովհետև բոլորն ասում են, մենք էլ ենք գնում ընկեր Դավթյանին փաթաթվում։ Այո, ես բոլորիդ մաման եմ, բոլորիդ։ Եվ այդ ձեր ու մեր բոլորիս ծնողների հետ միասին ես էլ վստահել եմ ընկեր Ծատուրյան ձեզ։ Ես նաև ուզում եմ բոլորիս անունից մեր խոնարհումը փոխանցեք տիկին Աբրահամյանին։ Ընկեր Ծատուրյանի մայրը եղել է մեր 136 հիմնական դպրոցի լավագույն դասվարներից մեկը, ում սաները դեռ այստեղ կան սովորում են կամ շարունակում են, իրենց երեխաներն են սովորում և այո, մանկավարժությունը ձեր մեջ է, ձեր արյան մեջ է, որովհետև այսօր այստեղ դուք ցույց տվեցիք, թե ինչպես այսպիսի մի մարդ, ով զուգահեռ երկու դասարան միաժամանակ 4-րդ դասարան իր հետ տանում է, բայց կարողացել է այս հրաշքների մեջ սերմանել հայրենասիրություն, մշակույթ, կրթություն և ազնվություն։ Եկեք բարձր, բոլորս ծափահարենք միմիայն ընկեր Ծատուրյանին։ Եվ եթե ինչ-որ մեկին մոռանամ, նախորդ խնդրում եմ ինձ ներեք, հուզմունքը շատ է, բայց ուզում եմ նաև առանձնացնել ընկեր Ծատուրյան, ձեր կողքին կանգնած ձեր ծնողական համայնքին, հատկապես Գայանե ջան ձեզ, Արփի ջան ձեզ, Ռուզաննա ձեզ, ընտանեկան ունենք այստեղ գեղեցիկ ավանդույթ, ընկեր Մարտիրոսյան ձեզ, Ֆելիքս հատուկ քեզ, տիկին Սուսաննա ջան, Սոնայի հետ միասին ձեզ, ընկեր Աղաջանյան, լալա, ձեզ, և նաև բոլոր դասավանդող ուսուցիչներին, խոնարհումս, հատուկ շնորհակալություն, ծափերը նաև ձերն են։
Եվ այսօր այստեղ ունենք նաև հատուկ հյուր մեր Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Տիկին Նորսոյանն է այստեղ։ Եկեք ծափահարենք։ Սիրով խոսափողը փոխանցեմ ձեզ։ Նախ ներկայանամ նորից, երեխաները ներկայացնելուց թերի ներկայացա, ողջունում եմ բոլորիդ։ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի անունից և մեր ղեկավար Արտակ Հովակիմյանի անունից սիրով շնորհավորում եմ բոլոր ծնողներին և մեր հրաշք երեխաներին տարրական դպրոցի ավարտելու արդիվ։ Ուզում եմ մեր շնորհակալությունը բոլորս կրկին հայտնենք Տիկին Ծադուրյանին, ոսկեղենիկ մայրերին այսքան լավ ուսուցանելու, երախտանքի ու գնահատանքի խոսքերը այսքան գեղեցիկ հնչեցնելու համար։ Երեխաներ, ձեզ սիրով բարի երթ եմ մաղթում, դեպի գիտելիքների նոր բացահայտման աշխարհ, դեպի հիմնական դպրոց, որտեղ կրկին ձեր հետ ներկա է լինելու մեր բոլորի կողմից շատ սիրված, հարգված դպրոցի ղեկավարությունը այսքան հրաշալի իրագործող անձ, ձեր մայրիկը։ Շնորհավորում եմ բոլորին։ Ինձ ասացի, որ մենք դեռ էլի անակնկալ ունենք։ Սիրելի ընկեր Ծադուրյան, միշտ մենք մի տեսակ սովորենքալ և արժանանալ անակնկալների ձեր կողմից, իսկ այսօր ուզում ենք դուք որպես հանդիսատես հատուկ գրված ձեզ համար իմ կողմից և մեր սաների մասնակցությամբ, այսպես կանենք պրեմիերը հանձնում ենք ձեր դատին։
շատ սիրելի աշակերտներ, այսօր ձեր քառամյա պատմության ավարտն է։ Ամեն ինչ ունի իր սկիզբը և ունի իր ավարտը։ Այսօր դուք ավարտում եք տարրական դպրոցը և մուտք եք գործում միջին դպրոց։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիդ, գրկել մեկիկ, համբուրել բոլորիդ։ Այս 4 տարիների ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ անկումներ և վերելքներ, բայց դա շատ պատվով հաղթահարեցինք բոլորս միասին։ Կրկին անգամ ուզում եմ, ես վերևում եմ ձեզ ասացի, ձեզ սիրեցի մայրական ջերմ սիրով, տվեցի իմ սերը, սովորեցրի հայրենասիրություն, տվեցի հայրենասիրության մեծ դասեր։ Ուզում եմ, որ դուք քայլեք ճիշտ ճանապարհով, հարգելի տնօրինություն, ուսուցիչներ և 4-րդ ադասարանում պարապող բոլոր ուսուցիչներին, խորին երախտիկս, հարգանքս, ձեզ, որ դուք նվիրվեցիք, երեխաներին սովորեցրեցիք հայրենասիրություն և ձեր ձեռագրով սովորեցրեցիք նրանց մեծանալ որպես իսկական Հայաստանի քաղաքացիներ։ Ուզում եմ իմ երախտիկի խոսքը ուղղել հատկապես իմ ծնողական համայնքին, իմ ծնողներին, ծնող կոմիտեի գլխավորությամբ, Ռուզաննա Խուդինյանի գլխավորությամբ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Իմ շնորհակալությունները այսօր շատ են։ Թույլ տվեք մի փոքր ես իմ շնորհակալությունները հայտնեմ։ Շնորհակալ եմ Համար 136 դպրոցի բելապարային համույթի գեղարվեստական ղեկավար Ձեռագիրը բերի նրա երևաց մեր երեխաների բարի տեսքով, շնորհակալ եմ տիկին Սուսաննա ջան, շնորհակալ եմ մեր Ֆելիքսին, իմ Դավիթի եղբորը, ընկեր Մարտիրոսյանի որդուն, այս գեղեցիկ տեսասահիկների համար, Ֆելիքս ջան, անչափ շնորհակալ եմ տղաս քեզ, այնքան հուզիչ է, անգամ այս վերջին Քոչարիի ժամանակ նվագակցում ինձ համար անակնկալ էր, որովհետև ես չգիտեի, որ Ֆելիքսը պատրաստել է այդ անակնկալը հատուկ մեզ համար, շնորհակալ եմ շատ Ֆելիքսը։ Մեր այսօրվա շնորհակալությունները ուզում եմ մի փոքր առանձնացնել ծնողներից մի քանիսին, բոլորիդ եմ շնորհակալ, հարգելի ծնողներ, խոնարհվում եմ բոլորիդ առջև։ Այսօր եթե դուք իմ կողքին չլինեիք, ես չէի կարող այս գեղեցիկ միջոցառումը իր տրամաբանական ավարտին հասցնել։ Ուզում եմ առանձնացնել մի քանի ծնողին, այսօր ուզում եմ առանձնացնել մեր դպրոցի տնօրենին, տիկին Դավթյանին, որի ի դեպ 4-րդ A դասարանի շատ պատվարժան ծնող է, Երևանի համար 136 հիմնական դպրոցի լավագույն տնօրեն Լիլիա Դավթյանին, գիտելիքի և հույսի այս մեծ նավը հմտորեն վարելու, փոթորիկներին դիմակայելու և մեզ միշտ խաղաղ և ապահով ափեր հասցնելու համար, 4-րդ A դասարան և իր դասվարը։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել երգահան, կոմպոզիտոր, 4-րդ A դասարանի շատ հարգարժան ծնող Գայանե Աղայանին, ում երգերի շնորհիվ կայացավ մեր այսօրվա միջոցառումը։ Համար 136 հիմնական դպրոցի 4-րդ A դասարանի ծնող Գայանե Աղայանին։ Սիրելի տիկին Աղայան, ձեր գեղեցիկ երգերն ու նվիրումը դարձան մեր հանդեսի ամենահիշարժան պահերից մեկը։ Ուզում եմ առանձնացնել նաև Արփի Սաֆարյանին, մեր այս գեղեցիկ պարի բեմադրող, Կարին ազգագրական անսամբլի պարող և երգող, 4-րդ A դասարանի ծնող Արփի Սաֆարյանին։ Սիրելի Արփի Սաֆարյան, ձեր շնորհիվ մեր պարային շարժումները դարձան գեղեցիկ պատմություն, իսկ մեր ելույթը հիշարժան։
Ուզում եմ իմ խորին երախտիկը ծնողների և դասարանի անունից հայտնել մեր 3 տարիների ծնող կոմիտեի նախագահ Մարլենա Թովմասյանին։ Սիրելի Մարլենա Թովմասյան, ձեր մշտական աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը արժանացել են բարձր գնահատանքի։ Հաջորդ շնորհակալագիրը տրվում է մեր դասարանի ամենաշտապ օգնություն ծնողին Ռիփսիմե Սիմոնյանին։ Սիրելի Ռիփսիմե, ձեր ներգրավվածությունն ու պատրաստակամությունը անգնահատելի է, շնորհակալ ենք ձեզ։ Հաջորդ մեր պատրաստական ծնողը Հասմիկ Գրիգորյանին օրվա ցանկացած ժամի Հասմիկը միշտ պատրաստ, անգամ գիշերը ժամը 2-ին էլ մենք իրար հետ այս ընթացքում կապի մեջ ենք եղել։ Հասմիկ ջան, շնորհակալ եմ քո ներգրավվածության, պատրաստականության։ Հաջորդ շնորհակալագիրը Ալիսա Ազատյանինն է։ Սիրելի Ալիսա, ձեր մշտական աջակցությունն ու պատրաստակամությունը անգնահատելի է ցանկացած պահի, լինի դասարանի ձևավորում, դահլիճի ձևավորում, լինի նկարել կամ որևէ խորհուրդ անպայման դիմում ենք մեր Ալիսային։ Իմ շատ սիրելի Ռուզաննա Խուդինյան, այս 1 տարվա ընթացքում դու միշտ եղար մեր կողքին, դասարանի կողքին, ծնողների կողքին և այս գեղեցիկ կազմակերպված միջոցառման մի մասնիկը նաև դու ես։ Քո նվիրումը, աջակցությունը մեր գեղեցիկ միջոցառման կայացման ամենակարևոր գործոնն է։ Ստացվում է բոլորին պարգևատրվում է միշտ Ընկեր Ծատուրյանը, այս դեպքում հանդես կգանք ընդունել ծնողական համայնքի կողմից պատվովիչ դասվար Նայինե Ծատուրյանին նվիրված եւ բարեխիղճ մանկավարժական աշխատանքի աշակերտների կրթության դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի անսահման ապրիլության համար շնորհակալ ենք, որ մեր փալիկների արտակերպման տարիներին հենց դուք այս ամենը պատկով հասցրեցիք մինչև շատ շնորհակալություն ձեզ։ Դե ինչ, մեր միջոցառումն ավարտվեց։ Շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար։